պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունները շուրջ 147-ն են, որոնք մենք մոնիտորինգի ենք ենթարկում, դրանցից շուրջ 20-ը մեր ենթակայության տակ են, որոնք ընդգրկված են հիմնականում մասնավորեցման ծրագրերում եւ մասնավորեցման ծրագրերում ընդգրկված կազմակերպությունները, ինչպես գիտեք, արդեն իսկ անարդյունավետ աշխատող եւ անպատասխան հնարավորություններ եւ պոտենցիալ չունեցող կազմակերպություն են, այդ իսկ նպատակով ներառված են մասնավորեցման ծրագրերում, իսկ տարբեր նախարարությունների ենթակայությամբ գործող մնացած 50+1% պետական մասնակցությամբ կազմակերպությունների գերակշռ մասը հիմնականում կազմում են առողջապահական կազմակերպություններ, դրանցից 147-ից շուրջ 78-ը, եթե չեմ սխալվում, առողջապահական կազմակերպություններ են, որոնք թեև իրենց կազմակերպարական ձևով հանդիսանում են առևտրային կազմակերպություններ, բայց բոլորս էլ գիտենք, որ հիմնականում պետական պատվերի շրջանակներում ծառայություններ են իրականացնում, էներգետիկ կազմակերպություններն են ակտիվներով ամենախոշորները եւ նաեւ արտադրական կազմակերպություններից հիմնականում ռազմարդյունաբերության ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպություններ մեր ֆունկցիան այս կազմակերպությունների մասով հիմնականում սահմանափակվում է մոնիտորինգի իրականացմամբ, այսինքն տարեկան իրենց արդյունքների ուսումնասիրությամբ, իրենց արդյունավետության գնահատմամբ եւ կառավարման լիազորությունները ճյուղային նախարարություններն են իրականացնում ԵՏՀ-ի շրջանակներում կոոպերացիայի հնարավորությունների եւ տվյալ ծրագրի շրջանակներում ներառելու նպատակով մենք իհարկե կարող ենք համագործակցել էկոնոմիկայի նախարարության հետ եւ նաեւ մեր դիտարկումների ընթացքում ի նկատի ունենալ նաեւ այդ պոտենցիալի բացահայտման հանգամանքը, բայց ինչպես նշեցի, խոսքը գնում է բավականին սահմանափակ թվով եւ սահմանափակ հնարավորությամբ սահմանափակ պոտենցիալ ունեցող կազմակերպությունների մասին 2021 թվականի եւ 18 թվականից սկսած վիճակագրության համար մոտ 2 միլիարդ դրամ ընդհանուր եկամտից պետական գույքի կառավարումից մոտավորապես անցած տարի փակեցինք 18 միլիարդ դրամ եկամտով պետական գույքի կառավարումից, այսինքն պետական բյուջեն ստացավ 18 միլիարդ դրամ, եթե առաջ այո, այդ ճկունությունը ավելացնելով եւ դա միայն փաստացի պետական բյուջեից ստացած եկամուտների մասին ենք խոսում, օրինակ 2024 թվականին շուրջ 35 միլիարդ դրամ փաստացի ներդրումային պարտավորություններ ենք գեներացրել գնորդներից, այո, պայմանագրային հարաբերությունից գույքը օտարել ենք մրցույթում պայմանով, որ պետքա ներդրումներ իրականացվեն, հաղթում այն մասնակիցը, որը բացի գնից կվճարի կներկայացնի նաև մեծ ներդրումային ծրագիր, ամենամեծ ներդրումային ծրագիր եւ դրա արդյունքում 2023-ին այդ թիվը, եթե չեմ սխալվում, 80 միլիարդ դրամ էր, այսինքն իրական հատվածում ներդրումների մասին է խոսքը, 2024 թվականին 34 միլիարդ դրամ ներդրումային պարտավորություններ, որոնք բնականաբար դրանց, չգիտեմ, ֆինանսների նախարարությունից 30%-ը երևի մաքուր հարկերի տեսքով պետբյուջեի եկամուտներ են գեներացնում տարեկան։ Այս տեսանկյունից մենք կարծում ենք արդյունավետությունը էականորեն բարձրացել է գույքի կառավարման, մենք զբաղվում ենք ներդրումային ծրագրերի ուղեկցման մի կոմպոնենտով, եթե կազմակերպությունը պետական գույքի գնման կամ ձեռքբերման կարիք ունի, ներգրաված ենք process-ի մեջ որոշ չափով, մի դեպքում շատ, մի դեպքում քիչ, բայց դրա համար կան իհարկե մասնագիտացված արդեն պետական կառույցներ, ներդրումների աջակցման կոմիտե եւ այլն, մենք փորձում ենք մեր քաղաքականությունը, եթե ավելի անկեղծ լինեմ, մեր քաղաքականությունը հետեւյալն է հնարավորինս քչացնել շփումը մեր եւ պոտենցիալ գործարարների հետ, այսինքն մեր ինչ ենք անում, մենք ստեղծում ենք պլատֆորմներ, հարթակներ, մեխանիզմներ եւ հիմա մարդը, որը ուզում է օրինակ հետաքրքրված է գույք ձեռբելով, կարիք չունի այլևս գալու մեր մոտ, չգիտեմ, ինչ որ ընդունելության սպասելու, տեղեկատվության պակասը լրացնելու, օրինակ ինչ որ պաշտոնյայի հետ ծանոթությամբ կամ կապեր ունենալով եւ այլն, այսինքն տեղեկատվությունը փորձում ենք հնարավորինս բացել, հնարավորինս հանրային դարձնել, հնարավոր հասանելի դարձնել, այդ նպատակով առնվազն 2 կարևոր գործողություն արել ենք, հիմա հանրությունը կարող է կադաստրային քարտեզում հստակ տեսնել պետական գույքերի տեղերը, քարտեզները եւ այլն, այդ մեկ եւ երկրորդը on-line աճուրների համակարգը, որ մարդիկ կարող են ուղղակի հիմա մուտք գործել on-line աճուրների համակարգ, հայտ տալ եւ գույք ձեռք բերել առանց որևէ ինֆորմացիայի սահմանափակվածության, որ մենք հիմա
ծառայություն ենք էլի մրցույթային եղանակով ծառայություն ենք ձեռք բերել մասնավոր կազմակերպությունից, անշարժ գույքի էլի լավագույն օգտագործման խորհրդատվական ծառայություններ, այսինքն եթե մենք ունենք ինչ-որ լոտ, հողամաս, շենք, շինություն եւ այլն պետական եւ մենք պետական կարիքների համար դա չենք նախատեսում օգտագործել, մենք հիմա դա տալու ենք մասնագիտացված կազմակերպությանն, արդեն ունենք կնքված պայմանագիր այդ կազմակերպության հետ, մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված, ով գնալու է ուսումնասիրի այդ գույքը, դրա վրա կառուցի ներդրումային ծրագիր հնարավոր լավագույն օգտագործման, այսինքն, չգիտեմ, իր քաղաքաշինական սահմանափակումները հաշվի առնելով կադաստրային, իրավական, կոմունիկացիոն, բոլոր այն բարդ խնդիրները, որոնց հետ ներդրողը առնչվում է գույքը ձեռք բերելուց հետո, հա, հետո պարզվում է, որ չգիտեմ, 100 դյույմանոց խողովակաշար է անցնում կամ ամբողջ քաղաքի հոսանքն է անցնում վրայով կամ տակով եւ այլն, այո, այդ բոլոր սահմանափակումներն ուսումնասիրելով, նաև ֆինանսական մոդելը կողքից դնելով, հարկայնությունը օրինակ չգիտեմ, եթե բազմաբնակարան շենքի կառուցման կամ բիզնես կենտրոնի կառուցման հնարավորություն ունի, մաքսիմալ հարկայնությունը փորձել ստանալով եւ այն նախագծման աշխատանքներով բիզնես մոդել ենք կառուցելու եւ արդեն այս տարվա առաջին կեսին կունենանք առաջին մի քանի ծրագրերը, փաթեթները Եվ այդ փաթեթներն արդեն ավելի բարձր գնով, ավելի բարձր եկամտաբերությամբ կներկայացնենք աճուրդ վաճառքի, կարծում եմ կհաջողվի այդ փորձը եւ ներդրողները կազատվեն հսկայական գլխացավանքից, հսկայական ժամանակով իրենց գումարները պասիվ պահելուց, պետական տարբեր մարմինների հետ եւ բաների հետ ենթակառուցվածքների կազմակերպությունների հետ շփումներից, քաշքշուկներից եւ այլն ու կարծում եմ դա բավականին էֆեկտիվ գործիք կլինի գումար դնելու միանգամից պատրաստ է։ Եվ արդեն ձեր մյուս հարցերի ենթատեքստում նաեւ կարողանանք դեսպանատներին այդ փաթեթները տալ ասել, պատրաստ փաթեթներն իրենց եկամտաբերությունը հաշված եւ այլն ներդրողներին կարող ներկայացնել եւ արտադրական հիմնականում ձեռնարկությունները պետական հաշվեկշռում այլևս չկան դրանցից, որտեղ 90-ականներին մասնավորեցման առաջին ալիքների ժամանակ դրանք վաուչերային այդ մասնավորեցման տրամաբանության մեջ մասնավորեցված են եւ այդ գույքերի ճակատագիրը եւ հետագա կառավարումը իհարկե մտահոգիչ է, սակայն կարծում եմ այդտեղ հարկային ինչ որ մեխանիզմների կիրառմամբ պետք է դրանց վերակենդանացումն ապահովել, օրինակ, չգիտեմ, գույքահարկի դրույքի բարձրացումը չօգտագործվող գույքի նկատմամբ, որը եթե չեմ սխալվում, էլի էկոնոմիկայի նախարարությունը նման նախաձեռնություն քննարկում էր, դրանց այս բանը չենք անդրադառնա, որովհետեւ դրանք արդեն դուրս են պետական հսկողությունից հիմնական այն գույքերի մասով, որոնք վերադարձվում են ապօրինի գույքի, պետական շահերի պաշտպանության վարույթներով եւ այլն, այդ գույքերը մենք իհարկե դրանց կառավարմանը վերաբերվում ենք շատ ավելի զգույշ եւ շատ ավելի արդյունավետ կառավարման մեխանիզմներ պետք է կիրառենք դրանց նկատմամբ, որտեվ այստեղ նաեւ մեր հաշվետվողականության եւ թափանցիկության մակարդակն է շատ ավելի բարձր, քանի որ հանրությունը փաստացի պետքա տեղեկացված լինի այն գույքերի կառավարման եւ դրանց արդյունքների ռեալ տնտեսական արդյունքների մասին, որոնք վերադարձվել են այդ վարույթներով, որոնք նախկինում ապօրինի կերպով մասնավորեցվել են կամ տնօրինվել են, Այս մասով, ինչպես նշեցի, այդ ծրագիրն ենք առաջին հերթին իրականացնում, որպեսզի կարողանանք փաթեթային ներդրումային լուծումներ առաջարկել տնտեսությանը եւ ճկունության բարձրացման ուղղությամբ քայլեր ձեռնարկել ենք, իհարկե բոլորս էլ հասկանում ենք, արդյունքները դրա մասին են խոսում, այսինքն բազմապատիկ, տասնապատիկ եւ ավել մեծ ծավալներով գույքի օտարում, վարձակալության տրամադրում եւ այլն, բայց ամեն դեպքում պետական սեփականության տնօրինումը որոշակի ճկունության սահմանափակումներ իրենից ենթադրում է եւ մենք առնվազն մեր կառույցը անընդհատ այդ նախաձեռնություններով հանդես եկող առաջին օղակն է ճկունության բարձրացման, ճկուն մեխանիզմների ներդրման, օտարման, մասնավորապես օրինակ տարաժամկետ վճարումների կիրառման, նաև պարոն Սուքիասյանի նշած որոշակի ժամկետով ներդրումների իրականացման նպատակով, օրինակ նույն գույքը անվճար տրամադրելու, հետո նոր վարձակալության կամ օտարման մասին խոսել, այսինքն այս նախաձեռնությունները մենք մշտապես իրականացնում ենք
Բնական է պետական գույքի կառավարումը որպես հարկատուների պետության սեփականություն ինքը շատ ավելի բարդ մեխանիզմներով է եւ այդ փոփոխությունը շատ ավելի բարդ մեխանիզմներով են իրականացնում, որովհետեւ դա մեր գույքը չի, մեր սեփական գույքը չի, այլ այդտեղ ռիսկի դիմելու շատ մեծ հնարավորություններ չունենք։ Իհարկե այդ ռիսկի դիմելը կարող է շատ ավելի մեծ տնտեսական օգուտներ բերել, բայց մենք պետք է հաշվի առնենք, որ այս պարագայում ռիսկերի զսպման մեխանիզմները որոշ դեպքերում գերակշռում են տնտեսական արդյունավետության մեխանիզմներին, բայց ելի եմ ասում, այդ գործողությունների արդյունքում ռեալ գրավներով ապահովված, պայմանագրային պարտավորություններով ապահովված հարյուրավոր միլիոն դոլարների ներդրումային պարտավորություններ առնվազն ֆիքսվել են վերջին մի քանի տարիների ընթացքում։